Ապրելով Աստծո ողորմության հանդեպ լիակատար վստահությամբ, մենք բացում ենք մեր սրտերը հրաշքների համար։ Ողջույն, դուք դիտում եք Հավատքի ուժը հաղորդաշարը։ Անորոշությամբ և փորձություններով լի աշխարհում կան հավատքի և աստվածային նախախնամության հանդեպ վստահության հրաշալի օրինակներ։ Այսօր ես ձեզ կպատմեմ մի մարդու մասին, ում հավատքն ու աղոթքը ոչ միայն իրեն են օգնել հաղթահարել կյանքի դժվարությունները, այլ նաև ոգեշնչել են հազարավորների։ Ավետարանիչ Ջորջ Մյուլլեր, մարդ, ով հայտնի է իր անսասան հավատքով։ Նա կառուցել է որբանոցներ ու հոգ է տարել հազարավոր որբերի համար։ Մի օր Անգլիայում իր կառուցած որբանոցում Մյուլլերը նկատում է, որ սննդի պաշարը ամբողջովին սպառվել է, իսկ իր ձեռքում մնացել են հաշված գրոշներ։ Սակայն նա խուճապի չի մատնվում, փոխարենը ասում է. «Ես ունեմ շատ քիչ գումար, բայց ունեմ շատ մեծ հավատք, որ Աստված հոգ կտանի այս երեխաների համար»։ Եվ բոլոր երեխաներին հավաքելով սեղանի շուրջ, սկսում է աղոթել և գոհանալ սննդի համար, որն Աստված կուղարկի։ Աղոթքից անմիջապես հետո լսվում է դռան թակոցը։ Բացելով դուռը, Մյուլլերը տեսնում է մարդկանց թարմ մթերքներով լի զամբյուղներով, որոնք նրանք բերել էին որբ երեխաների համար։ Ավելի ուշ մարդիկ, ովքեր նույնիսկ տեղյակ չէին, թե ինչպիսի մեծ կարիքի մեջ են երեխաները, ուղարկում են իրենց ֆինանսական նվերները Մյուլլերի ծառայությանն աջակցելու համար։ Ջորջ Մյուլլերը երբեք մարդկանցից գումարներ չէր խնդրում, այլ մշտապես ապավինում էր Աստծո մեծ ողորմությանն ու հոգացությանը, և Աստված ամեն անգամ հրաշալի կերպով հոգում էր երեխաների համար։ Այս պատմությունը մեզ սովորեցնում է, որ հավատքը, աղոթքը և վստահությունն առ Աստված կարող են բերել Աստծո գերբնական հրաշքները, նույնիսկ մեր ամենածանր ու անելանելի թվացող իրավիճակներում։ Ջորջ Մյուլլերի կյանքը մեզ է փոխանցում հզոր ուղերձ այն մասին, որ պետք չէ վախենալ դժվարություններից, քանի որ ամեն բան հնարավոր է հավատացողին։